Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, առանց որևէ առանձնահատկության։ Անչափահասներ, կանայք, ծերեր, մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մարդիկ, ովքեր ուղղակի մտածել են, որ սահմանադրությամբ ունեն քաղաքացիական իրավունքներ եւ ազատություններ ու կարող են իրացնել այդ ազատությունները։ Այսօր եթե մենք որոշեինք քաղաքական բանտարկյալների ուղղակի անունները թվարկել, ուրեմն ես մի հաստ տրցակով պիտի գայի այստեղ կամ ամբողջ այս փողոցը պիտի պատված լիներ պաստառներով։ Պաստառներ, որոնք կնկարագրեին քաղաքաբանտարկյալ կանանց ցավը, իրենց երեխաների ցավը, պաստառներ, որոնց վրա կլինեին Բաքվի բանտերում խոշտանգված ու սպանված հայերի նկարները։ Այսօր այս դեսպանատան դիմաց մի կառույց, որ իր ինստիտուցիոնալ իմաստը տեսնում է իբր մարդու իրավունքների եւ ազատությունների մեջ, մարդուն հռչակել է իբրև որպես բարձրագույն արժեք, այլևս քաղաքական բանտարկյալ, խոշտանգում, իրավունք, ազատություն, կանանց իրավունքներ բառերը օգտագործում է միայն գրանտներ տալուց։ Իրենց համար այլևս դրանք որևէ ուղենիշային, հիմնասյունային բառեր չեն։ Իրենք մեր յուրաքանչյուրի իրավունքները, Հայաստանի քաղաքացու իրավունքները առուծախի են վերածել Նիկոլի Աթոռի ոտքերը պահելու համար։ Ժամանակին այս ինստիտուտը ներկայացնողը գնում էր դատերի, կհիշեք Սպիտալսկին, դատական համակարգի մասին ինչ-որ վերլուծություններ էր անում, խոսում էր քննչական մարմինների, իրավապահ համակարգի մասին։ Այսօր այստեղ նստած է մեկ այլ ազգանունով մեկը։ Մարագոսը նույնիսկ Սպիտալսկի չափ չկա, որ գնա դատական նիստերին ու փորձի տպավորություն ստեղծել, թե իրենք մարդու իրավունքների ու ազատությունների մասին են։ Սիրելի հայրենակիցներ, այսօր իրականում իրավունքների ինքնապաշտպանությունը միակ ելակետն է, որ մնացել է յուրաքանչյուրին։ Ցույց տար, որ մենք մեր իրավունքները չենք վաճառելու, որքան էլ ծանր լինի, այդ իրավունքների համար պայքարելու ենք ու մենք իհարկե հայրենիքը չենք զատում մեր պետությունից, մեր իրավունքները չենք զատում մեր ազատություններից, որքան էլ որ իրենք բազար սարքեն այսօր Նիկոլի Աթոռի համար, միևնույն է, հայ ժողովուրդը մեր իրավունքների ու ազատությունների համար պատրաստ է պայքարել։